Իտալիան այսօր այստեղ հավաքել 300 բանակ եւ տղամարդիկ իրենց ձերը հարցանալու, իրենց խոսքերով Հայաստանում թափանցության Ալեքսանդր Մանուկյանի կալանավորման վերաբերյալ ձեր գնահատական Մանուկյանի կալանքի նրա երեխային վերաբերելու տեսակետը։ Գիտեք ինչ էլ որ հիմա ասեմ, այսպես լոզունգների է վերածվելու, որ ամպագորգոր, ուղղակի ասեմ, որ անթույլատրելի է, այսքանը։ Չսկսեմ ասել, թե որքան է դա անթույլատրելի, ուղղակի անթույլատրելի է։ Ես նկատում եմ, որ փորձում են, չգիտեմ ով է փորձում, բայց փորձում են այնպես անել, որպեսզի մեր մեջից այդ մեր ավանդույթները, մեր կարևոր նիստուկացը, մեր բնավորությունը, այն ինչ որ հայքի հայի հետ կապված է, այն բարոյական լավ բնավորության գծերը, արարքները, այդ ամեն ինչը փորձում են ինչ որ կերպ, այսպես ջնջեն, լավ չի ստացվում, բայց փորձում են, էլի։ Հայ կնոջ կերպարը, հայ կնոջը վերաբերվելը, հա, մեր տղամարդկանց կողմից հայ կնոջը վերաբերվելը միշտ եղել է տարբերվող։ Ես շատ եմ շրջագայել աշխատանքային առումով եւ միշտ ասեմ, այ եթե այստեղ լիներ հայ տղամարդ, ինքը ուրիշ կերպ կվարվեր, թեկուզ ամենահասարակ արարքներից, ասենք ծանր բեռը, չէ՞, որտեվ շրջագայում եմ անընդհատ, բարձրացնել, դնել վերևի մնաց հարթակում, արտասահմանցի տղամարդը դա չէր անում, բայց հայ տղամարդի հետ լիներ անպայման քուր ջան, չէ, այսպես արի օգնեմ, պետք է լիներ։ Հիմա մեր մեջից դա որ հանվում է, այդ ամեն կերպ կին տղամարդ սահմանը ջնջվում է, հարգանքը կնոջ հանդեպ, մանավանդ եթե չի թույլ տրվում, որ երեխան հանդիպի կամ զրուցի, ես չգիտեմ, սա ուղղակի դատապարտելի է, շատ դատապարտելի է եւ կարծում եմ, որ այսպես փոքրականակ չպետք է լինեինք մենք այսօր այստեղ, այլ սա պետք է լիներ բոլոր հայ կանանց գոնե միավորում պետք է լիներ մեկ կնոջ շուրջ, պետք է որ դա լիներ։ Անթույլատրելի արարք է, անթույլատրելի։ Եվ ես կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ նաև, որ շուտապույտ այդ խնդրին լուծում տրվի, պահանջում եմ, այսպես խելոք չկանգնենք, խեղճ։ Պատիժը յուրաքանչյուր այսպես պետք է խեղճ ապրես, ծածկված, փակ, խեղճ, այսպես ռուսերեն լավ ասած, նիժը վադի, ծիշը վադի, նիժը տրավի, հայերեն չգիտեմ թարգմանել, հիմա պետք է ինձ ասեն ռուսամետ, այս ամեն ինչը մեզ չի թողնում ապրել, ախար մենք ուրիշ խնդիր չունենք, մենք խնդիրներ ունենք, մարտահրավերների առջև կանգնած ենք, մենք կործանման առջև ենք կանգնած, մենք այնպիսի գլոբալ խնդիրներ ունենք լուծելու մեր պետության, մենք լուռ ենք ուրիշ հարցերում, մշակութային, ասենք, հարվածների տակ ենք մենք հիմա, հա, քանդվում են եկեղեցիները եւ այլն, այս հարցերի շուրջ պատմաբանները լռում են, մենք ունենք մեր սահմանների խնդիրը, ծայրահեղ խնդիր է սա, շատ մեծ խնդիր է, մենք ունենք առօրյա մանր-մունր խնդիրներ, ուսուցիչների աշխատավարձերի վիճակը, դասախոսների վիճակը եւ այլն, տարբեր խնդիրներ, որոնք մեզ խանգարում են ապրել եւ նկատվում է մի բան, որ հային անընդհատ փորձում են զսպել, որպեսզի ինքը չզարգանա, այսա նկատելի է, այսօր չի նկատելի, ընդհանրապես նկատելի է, բայց ինքը կրում է այսպես զարգացող ընթացք, դինամիկա է։ Գիտեք ինչ, ես պատրաստ եմ կանգնել յուրաքանչյուր ուժի կողքին, ով իմ հայքը կհանի խնդիրներից եւ կտանի զարգացման ուղիով, բնական զարգացման ուղիով, բարոյական զարգացման ուղիով։ Ես կանգնած եմ յուրաքանչյուր ուժի կողքին եւ
Այսօրվա ազգային ժողովի նիստերին ինչ որ չափով կարող եմ հետևել, բայց հաճախ առողջությունս չի ներում, նյարդերս տեղի են տալիս եւ ես չեմ կարող, հետո ես շատ զբաղված եմ մշակութային հարցերով, խնդիրներով, ես կարևոր բաներ եմ անում, հաճախ այսպես, գիտեք, ես չեմ աշխատում, չեմ աշխատում, ես ընդհանրապես, այդպես որ ասեմ, նախկինում էլ ակտիվ աշխատել եմ, ոչ, երկու դեպք է եղել, որ մենք միասնական ծրագրեր ենք լուծել եւ եղել են իհարկե այսպես հատուկ հրավերներ, բայց որ ասեմ միշտ ակտիվ կապված եմ եղել, ոչ, ինձ համար կարևոր է նժդեհը, ինձ համար կարևոր է հայքը, ինձ համար կարևոր է հայ առաքելական եկեղեցին, ինձ համար ամեն ինչ կարևոր է, որի դեմ մղվում է պատերազմ։ Այնպես որ եթե մենք կարող ենք այս պատերազմը վերացնել եւ բռունցքի թեթևի միասնական հայկական ազգային նպատակների ծառայեցնենք մեր պոտենցիալը, խնդրեմ, բայց եթե դա չկա, ես համագործակցել չեմ կարող։